Օրը Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը խոստացավ, որ քաղաքապետը տեղյակ է եւ իր հսկողության տակ է, ինքը խոսել է Վիոլա ջուրընկերության Երևանի պատասխանատուի հետ, ինչ-որ մխիթարի հետ, ով խոստացել է, որ խնդիրը 1-2 օրվա ընթացքում կլուծեն։ Սակայն լինում է ինչպես միշտ, որոշ պաշտոնյաներ ասում են այլ բան, անում են այլ բան։ Այս դեպքում նույնպես թե Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, թե Վիոլա ջրի Երևանի պատասխանատուն օծ դուրս եկան։ Նրանք ակնհայտ ստացան Փչան Թոդորոս Իքոսը։ Ու հիմա իմ տեղեկություններով, ինչը նաև հաստատվում է այս պահին դեպքի վայրում, այսօր հոկտեմբերի 16-ին որպես բարի կամքի դրսևորում հերթական անգամ։ Ինչու հերթական, որովհետև Կանալ Cleaning Service ՍՊԸ-ն արդեն 7 տարվա ընթացքում գործունեություն է իրականացնում թե մայրաքաղաքում, թե մարզերում, բազմաթիվ անգամ մենք ահազանգեր ենք ստացել, որ այդ ՍՊԸ-ն իր կողմից որպես բարի կամքի դրսևորում անվճար գալիս եւ որակյալ աշխատանք է կատարում։ Այս պահին տեսնում եք, արդեն դիտահորերից երկուսը մաքրել են, հիմա արդեն նկուղից հեռացնում են այդ մի քանի տոննա կեղտաջուրը, կեղտը, գարշանքը, թե ինչու սա պետք է անեն իրենք, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանը, նոր-նորքի քաղաքապետարան ու Վիոլա ջուրը, դա երևի իրենք գիտեն, բայց բնակիչները իրենք շնորհակալություն են հայտնում այդ ՍՊԸ-ին ասելով, որ մեկ անգամ